Այսօր իմ խոսքի անունը ես վերնագրել եմ Աստծո գործը եւ մեր գործը։ Աստված շատ օրս մեր ասում եղբորը ճանապարհ բացեց նաեւ իմ քարոզի համար։ Տեսեք Աստծո գործը որն էր։ Հովնանին ասելներ, փոթորիկ անելներ, կետին հրամայելներ, այս բոլոր Աստծո գործներ։ Բայց Հովնան իր գործում հավատարիմ չգտնված։ Հովնանի գործը պետք է թար քարոզեր, չգնաց քարոզելու։ Եվ ընդհանրապես մենք ստեց ամբիոնից որ խոսվում է ժողովուրդ ջան, քարոզները որ լսում եք դուք, կամ խոսում ենք Աստծո արած գործերի մասին, կամ մեր գործերի մասին, մեր անելիքների մասին, կամ եւ են խոսում, եւ են խոսում, եւ այնա ճիշտ, եւ այնա ճիշտ։ Եթե մենք Աստծո գործերի մասին չխոսենք, մենք չենք իմանա մենք ինչ ենք անելու, բա մենք ինչ անենք։ Աստված խոսում է, մենք լսում ենք եւ կյանքը գնում առաջ եւ լինում է Աստծո կամքը։ Աստվածաշունչում իսենց պատմություն կա, բոլորը տեղյակ եք, կարճ փորձեմ պատմել ու անցնեմ խոսքի բուն իմաստին։ Հովանու 6-րդ գլխում հիշում եք այն պատմությունը, երբ որ Հիսուսը 5000 հոգին կերակրելուց հետո ծովի վրա քայլելով եկավ ծովի մյուս ափը, հաջորդ օրը աշակերտները ժողովուրդը հելան փնտրեցին, չգտան Հիսուսին, Հիսուսը ծովի վրա քայլելով էր եկել, կարճ ճանապարհով էր եկել։ Եկան եւ ասեցին Հիսուսը որտեղից եկար, ո՞նց եկար, մենք քեզ էինք փնտրում։ Հիսուսն ասեց, որտեղ հացը կերակ կշտացակ, դրա համար եք փնտրում, էլի։ Հիսուսը գիտեր մարդու էությունը։ Մարդիկ տարին քանի ամիս վարում են, ցանում են հաց ստանալու համար, բայց մի անգամից ասենք մի քանի ժամվա մեջ Հիսուսը կերակրեց այդ ամբողջ ժողովրդին։ Միգուցե դրանք այդ հացի համար էին գալիս, որ ասեն Հիսուս, արի միշտ մեր հետ մնա, մենք վարուցանք չենք անի, էլի։ Դու հացը ստեղծի, բազմացրու, մենք կուտենք, մենք էլ քեզ հենազանդ կլինենք։ Հիսուս ասաց, գիտեք, գնացեք, աշխատեք ոչ թե կորստական կերակուրի համար, այլ այն կերակուրի համար, որ հավիտյան կմնա։ Այս սովորական հացը երկրավոր ամեն բանը երևացած բաները ժամանակավորապես են չեն մնում, բայց երևացած բաները հոգևոր բաները հավիտյան մնում են։ Եվ նրանք ասեցին, ինչ անենք, որ Աստծո գործը գործենք։ Այսինքն, ոչ թե ինչ անենք Աստծո փոխարեն գործենք, այլ Աստծուն հաճելի, Աստծո ուզած գործը գործենք։ Ինչ անենք, որ Աստծուն հաճելի լինի։ Հիսուսը կարճ պատասխան տվեց։ Հավատացեք նրա ուղարկածին, ում որ նա ուղարկել է։ Այս մարդիկ հասկացան, որ խոսքը իր մասին էր, Հիսուսն իր մասին էր ասում։ Շատ ժամանակ մեզ որ հարցնում են ինչ անենք, մենք սկսում ենք ինչ-որ բաներ, չէ, ասել, այս արա, այն արա, այն արա, եկեղեցում ինչքան բաներ կան, անելու, չանելու բաներ, կարելինելի ու չկարելինելու բաներ։ Բայց որ մարդը հավատա Հիսուս Քրիստոսին, արդեն ինքը գիտի ինչ անի։ Հիսուսի պատասխանը շատ կոնկրետ, կարճ ու ճիշտ էր։ Հավատա նրա ուղարկածին։ Եվ ինչ ասին այս ժողովուրդը։ Բա դու ինչ կանես, որ մենք հավատանք։ Լորդ 5000, մոտ 10-15000 հոգու կերակրել էր Հիսուսը։ Մի օր առաջ։ Ինչ միտք ունեին այս մարդիկ։ Ասում մեր հայրերը անապատում, ասում Մովսեսի միջոցով Աստված հաց տվեց, մանանա տվեց, նրանք կերան։ Միգուցե սենց էին մտածում։ Դե գիտեք, 3 միլիոնին կերակրելը մեծ գործ, էլի հաստատ Աստված արե։ Բայց դե 10-15000-ի միգուցե ամեն մարդ կարա կերակրի։ Միգուցե, ես տենց եմ մտածում, էլի նրանք չհավատացին, որ դա Աստված էր արեց։ Մովսեսի արածը մտածում են Աստված էր արեց, բայց դու ինչ կանես, տես Մովսեսին ման մի մեծ գործ անես, որպեսզի հավատանք։ Հիսուսն ասեց, այո, այդ հացը Աստված էր տվել, բայց այդ հացը դուք որ կերաք, ձեր հայրերը կերան, մեռան, բայց իմ տված հացը, որ ուտեք չեք մեռնելու։ Եվ իմ տված հացի անուն Հիսուս Քրիստոս է։ Եվ իմ տված հացը ես եմ։ Դուք ինձ պիտի ուտեք։ Դուք ինձ պետք է ուտեք։ Հիսուսը ամեն բան միանգամից չէր բացատրում մարդկանց։ Գիտեր, որ մարդիկ ընդունակ չէին հասկանալու դա։
Պարզապես հիմա էլ են բաներ են լինում, Աստված կամ Աստված մարդկանց միջոցով է խոսում կամ անհատական է խոսում մեր հետ, երբեմն չենք կարողանում մի անգամից ընկալել, հասկանալ։ Ոմանք թողեցին գնացին, բայց դե գիտեք, աշակերտները մնացին։ Հավատալ նրա ուղարկածին, ինչ էր նշանակում։ Այսինքն, ես եկել եմ Աստծո գործը գործելու երկրի վրա, Աստված իմ միջոցով գործ ունի անելու երկրի վրա։ Ես եկել եմ մեռնելու ձեր փոխարեն, սրանից էլ մեծ գործ։ Ես քո համար շատ բաներ կարող եմ անել, շատ մարդիկ, շատ մարդկանց համար շատ լավ բաներ են անում։ Մովսեսն էլ շատ բաներ արեց ժողովրդի համար, բայց Մովսեսը չմեռավ մարդկանց համար։ Մովսեսի մահով մարդիկ չփրկվեցին։ Բայց ես եկել եմ քո փոխարեն մեռնելու համար, ձեր փոխարեն մեռնելու համար, սրանից մեծ գործ եք ուզում։ Եվ իմ մեռնելով դուք ինչ եք ստանալու։ Ընդհանրապես մի հրաշք եմ արել, հաց եմ բազմացրել, կերել եք, զարմացել եք։ Բայց որ ես պիտի մեռնեմ ձեր փոխարեն։ Դուք պատկերացնում եք դուք ինչ եք ստանալու։ Հիմա ուզում եմ ասել, Հիսուսի մեռնելով, մենք ինչ ստացանք։ Առաջինը ներում ստացանք մեր բոլոր մեղքերից։ Եփեսացի 1:7 Նրա մեջ ունենք փրկություն, նրա արյամբ մեղքերի թողություն, նրա շնորհքի ճոխության չափով։ Նրա շնորհքի ճոխության չափով։ Մենք մեղքերի թողություն ունենք, իսկ նրա շնորհքը ոնց եք պատկերացնում, որքան է։ Մենք երբեմն շնորհած ենք լինում միմյանց հանդեպ, բայց եկեք ընդունենք, մեր շնորհքը չափավոր է։ Նրա շնորհքը անսահման է։ Այնպես որ նա մեր բոլոր մեղքերը կարողանում է ներել։ Նա մեր բոլոր մեղքերը ներում է։ Սա Աստծո գործն էր մարդկանց համար, Հիսուս Քրիստոսի միջոցով։ Մարդ, դու ընդունում ես դա, դու հավատում ես, որ ես եկել եմ մեռնելու ձեր փոխարեն, քո փոխարեն։ Երկրորդը, ազատում է մեզ մեղավորության զգացմունքից և դատապարտությունից։ Երկրորդ, Կողոսացիների 2:13-14-ը։ Ասում եմ, մի ժամանակ, որ մեռած էիք մեղքերի մեջ, կենդանացաք նրա հետ, ներելով մեր բոլոր հանցանքները, մեր դեմ գրված պարտամուրակը ջնջելով։ Գիտեք, երբ որ մարդը ներում է ստանում, ինչ որ մի մեղքի համար ներվում է, բայց մեղավորության զգացումը մնում է իր մեջ։ Նա ընդունում է, որ ինքը էլի մեղավոր է, հնարավոր է էլի մեղք գործի։ Այս մի մեղքը ներվեց, բայց իմ մեջ դատապարտություն կա, իմ մեջ խշմտանք կա, իմ մեջ մեղավորության զգացում կա։ Ասում է, նա դրանից էլ մեզ ազատեց, որ դու հիշում ես տարիներ առաջ մեղք ես գործել, ու քո միտքը ծանրանում է դրանից, Աստված դրանից էլ ազատեց, ոչ միայն այսօրվա մեղքերը ներեց, այլ ընդհանրապես մեր մտքից հանեց մեր բոլոր հանցանքները, որ մենք մեզ չդատապարտենք։ Ինչքան մարդիկ կան, գալիս են եկեղեցի, բայց երբեմն դատապարտություն են ապրում։ Ախր ես սենց եմ արել, ախր ես էս եմ եղել, միթե Աստված այդ բոլոր մեղքերը կարող է ներել ինձ, միթե նա ներել է։ Կան մեր մեջ մարդիկ, որ շատ ժամանակ արտահայտվել են և տենց են մտածում։ Երրորդը, Հիսուսի արյունը մաքրում է մեր խշմտանքը։ Եբրայեցիների 9:13-14-ը։ Ասում է, եթե ցուլերի ու նոխազների արյունը մաքրում է պղծվածներին մարմնավոր սրբության համար, որքան ավելի Քրիստոսի արյունը կսրբի մեր խշմտանքը մեռած գործերից։ Եթե ցուլերի, նոխազների, կենդանիների արյունը նախկինում, որ զոհաբերում էին,
մաքրում էր մարդկանց մարմնավոր մեղքերը, ասում է, որքան առավել Քրիստոսի արյունը մեզ կմաքրի մեր մեռած գործերից։ Կարող ասես, դու այդ մեռած գործերը մեղքերն են, էլի։ Ես սենց եմ ընդունում։ Մեղքերի հարցը լուծվավ։ Ինչքան բաներ կա, որ մենք անիմաստ բաներ ենք անում։ Ոչ մեղք կա, ոչ էլ օրհնություն է։ Մեռած գործեր, անիմաստ գործեր, էժան գործեր, որ Աստծո մարդուն հավատացյալին հարիր չի։ Ու հետո մտածում ես, այս օրս անիմաստ անցավ, այս խոսքերը չպետք է ասեի, այսպես պետք է վարվեի, զուրսեն չվարվեցի, սկսում ես էլի դատապարտության նման քո խշմտանքը, որ արթուն է, քո խշմտանքը քեզ զգուշացնում է, քո խշմտանքը քեզ հիշեցնում է, որ օրդ լավ չես անցկացրել, որ ես սխալ խոսքեր ես ասել, սխալ վարմունք ես ցույց տվել, օրինակ իմ հետ եղել է, հետո ինձ զգուշացրել են, ասել են, բայց լավ չարեցիր, որ սենց ասեցիր, լավ չարեցիր, որ սենց վարմունք ցույց տվեցիր, իմ խշմտանքը ինձ դատապարտել է, իմ խշմտանքը ինձ մեղադրել է։ Ասում է դրանից էլ է, Հիսուս Քրիստոսի արյունը դրանից էլ է մաքրում։ Եթե ցուլերի, ոչխարների, էտնոխասների արյունը մարմնավոր մեղքերն էին հնում մաքրում, Քրիստոսի արյունը ոչ միայն արտաքին, այլ ներքին մեզ ներքուստ մաքրում է, որ ես ու դու ազատ լինենք։ Ժողովուրդ, ազատ լինելը մենք ամեն բան անում ենք, որ ազատ լինենք։ Ամեն մարդ ամեն բանի անում է, որ ինքը ազատ լինի։ Ազգովի մենք ուզում ենք անկախ լինենք, ազատ լինենք։ Ազատությունը նրանով է, որ դու միայն Աստծուց կախված լինես։ Սա է ազատությունը։ Եթե դու ինչ-որ մի մարդուց ես կախված, եթե այդ մի մարդն է քո հացը տալիս, եթե այդ մի մարդն է քո հարցերը լուծում, սա ազատություն չի։ Նա է ազատության հեղինակը։ Չորրորդը։ Նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Առաջի Պետրոս 2:24 Նա մեր մեղքերի իր մարմնով կրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք մեղքերի մեջ մեռած լինելով ազատվենք մեղքերից եւ ապրենք արդարության համար, ում վերքերով մենք բժշկվեցինք։ Ժողովուրդ, որոշ հիվանդություններ կան, մեղքի պատճառով է։ Հիվանդություններ կան, մրսել ես, հիվանդացել ես, սխալ բան ես կերել, հիվանդացել ես։ Հիսուսը բոլոր հիվանդությունները կարողանում է բժշկել։ Բայց բաներ կա, որ մեղքի պատճառով, ասում է, նա մեր մեղքերը խաչափայտին գամեց։ Նա մեր մեղքերը խաչափայտին գամեց եւ այդ մեղքի պատճառով, որ մենք չհիվանդանանք։ Ինչքան բաներ կա, որ մարդու խիղճը տանջվում է, այդ տանջանքից ինքը հիվանդանում է։ Մարդու երբ որ հոգեկան վիճակը Աստծո ուզած ձևով չի, խաղաղություն չունի իր մեջ, ազատություն չունի իր մեջ, բերում է մարդուն նույնիսկ մարմնավոր հիվանդության։ Կան հոգևոր հիվանդություններ, կան մարմնավոր հիվանդություններ, որոնց հիմքը մեղքն է։ Որքան մաքուր լինենք մենք մեղքերից, այնքան հիվանդություններից էլ ազատ կլինենք։ Այսինքն Հիսուսը մեր բժշկության հարցն էլ լուծեց։ Հիսուսը եւ վերքեր կրեց մեր հիվանդությունների պատճառով, եւ մեր մեղքերը խաչափայտին գամեց։ Մեր մեղքերը ամեն անգամ հիշի, որ քո մեղքերը Հիսուս խաչափայտին է գամել, եւ այդ խաչափայտը չկա, վերացել է, ժողովուրդ ջան։ Քո մեղքերի հետ վերացել է։ Հանկարծ չթաս փնտրես այդ խաչափայտը, փնտրես գտնես, հիշես քո մեղքերը, չկա, գոյություն չունի։ Հինգերորդը Հիսուսը ազատում է մեզ բոլոր անեծքներից։ Բոլոր անեծքներից։ Դուք գիտեք, որ գոյություն են անեծքներ, գոյություն են ժառանգական անեծքներ, գոյություն են ինչ-որ անեծքներ, որ դու ինչ-որ տեղից վաստակում ես, կարդամ։ Երրորդ Գաղատացիների 3:13-ը։ Ասում է Քրիստոսը մեզ փրկագնեց օրենքի անեծքից, մեզ համար անեծք դառնալով։ Տեսեք, Հիսուսը ազատեց մեզ օրենքի անեծքից, այսինքն օրենքի չկատարման անեծքից։
Օրենքը տրված էր մարդու համար։ Օրենքը տրված էր, որ մարդը կատարի, բայց միակ մարդը պատմության ընթացքում, որ այդ օրենքը կատարել, դա Հիսուս Քրիստոսն էր։ Ոչ մի մարդ այդ օրենքը չէր կատարել։ Գիտեք, ասենց մի բան ասեմ, մի Աստծո մարդ ասենց օրինակ է բերում։ Ասում է, երբ որ մարդը ընկած է ջրի մեջ խեղդվում է, փրկողակը գցում ես, ինքը խեղդվելուց ազատվում է, բայց ինքը չի փրկվում, դե ինքը դեռ ջրի մեջ է։ Փրկողակը դա փրկություն չի, փրկողն է իմաստը։ Հիսուսը մեզ փրկեց, Մովսեսի միջոցով Աստված այդ փրկողակը գցեց, մարդկանց մեջ տվեց, բայց փրկողը Հիսուսն է, միակ Հիսուսն էր, որ այդ օրենքը կատարեց եւ դարձավ մեր փրկության պատճառը։ Փառքասու փրկողակի համար, փառքասու օրենքի համար, բայց օրենքի չկատարելը բերում է անեծք։ Իսկ օրենքը միայն Քրիստոսով կատարվեց։ Ոչ մի մարդ չի կարողացել օրենքը կատարել։ Հիսուս Քրիստոսն էր օրենքը կատարեց եւ Աստծո խոսքն ասում է, օրենքը դաստիարակ եղավ մեզ Քրիստոսին բերելու համար։ Այսինքն, մեր փրկությունը օրենքը չի, մեր փրկությունը Հիսուս Քրիստոսն է։ Շնորհակալություն Աստծուն օրենքի համար, շնորհակալություն Աստծուն իր որդի Հիսուս Քրիստոսի համար։ Այսինքն, իրարից անջատ չեն։ Հիսուսը օրենքը կատարելով դարձավ մեր փրկության պատճառը։ Օրենքը ինչ ասում, ասում է, մեղքի վարձքը մահ է։ Օրենքն է ասում։ Եվ Հիսուսը այդ մեղքի վարձքը տվեց, Հիսուսը օրենքը կատարեց, ոչ մեկս չկարողացանք ու չենք կարող, բայց նա կարողացավ եւ նա դարձավ մեր փրկության պատճառը։ Վեցերորդը հաշտվեցինք Հայր Աստծո հետ։ Հռոմեացիների 5:10 Երբ դեռ թշնամի էինք Աստծո հետ, հաշտվեցինք իր որդու մահով։ Աստված իր հաշտության ձեռքը մեկնեց իր որդու մահով։ Ժողովուրդ, մենք բռնում ենք Աստծո մեկնած ձեռքը։ Ընդհանրապես, երբ որ երկու մարդկանց միջև վեճ է լինում, անհաշտություն է լինում, ինչ եք կարծում, ով է քայլ անում հաշտվելու։ Մեծերը։ Մեծերը ասած տարիքով մեծի մասին չի։ Մեծերը, ուժեղները, խելացիները, հասկացողները, սա է մեծությունը։ Մեծությունը ոչ մարմնի մեծությունն է, ոչ բոյն է, ոչ էլ մարդու տարիքն է։ Հիսուս Քրիստոս իր ձեռքը, որ մեկնեց մեր փրկության համար 33 տարեկան էր։ Ես չեմ կարծում են փարիսեցիները Հիսուսից երիտասարդ էին։ Ծերունիներ էին։ Աստված Քրիստոսի միջոցով իր հաշտության ձեռքը մեկնեց մեզ։ Նա մեզ հետ հաշտվեց իր որդու մահով։ Երբեմն մարդիկ այսօր չհասկանալով, երբ որ կենթանի են զոհում ինչ-որ նպատակի համար, դրա համար ենք ասում հավատացյալները, քրիստոնյաները մատաղ չպետք է անեն։ Աստված, Հայր Աստված իր որդուն մատաղ արեց մեր հետ հաշտվելու համար։ Եվ ոչ միայն պարզապես հաշտված, այս բոլոր բաները, որ կարդում եմ, այս բոլորը Աստծո գործ էր, որ արեց մեր համար։ Հարցն է, մենք ընդունում ենք, թե չէ։ Մենք այս բանը վերցրել ենք Աստծո գործը մեր վրա, թե չէ։ 7-րդը Վերստին ծնունդ տվեց։ Հովանու 3:16 ասում է, մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի է։ Մարմնից ծնված, ինչ մեկ Նիկոդեմոսին ասեց Հիսուսը, մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի է։ Առաջի Հովանու 3:9 Ով որ Աստծուց է ծնված, մեղք չի գործում, քանի որ նրա սերմը մնում է իր մեջ, եւ նա չի կարող մեղք գործել, քանի որ ծնվել է Աստծուց։ Աստծո սերմը քո մեջ է ու ասում է դու չես կարող մեղք գործել։ Ժողովուրդ, եկեք քննենք, մենք ընդունակ ենք մեղք գործելու, թե չէ։ Մենք ընդունակ ենք մեղք գործելու, թե չէ։ Ասում է Աստծուց ծնվածը մեղք չի գործում, որովհետև ասում է Աստծո սերմը նրա մեջ է։ Սա մոտարապես նման է, երբ որ քո հեռախոսի ակումուլյատորը հեռախոսի մեջ է, այդ վաղտ աշխատում է, բայց որ ակումուլյատորը ցանես չի աշխատի։ Աստծո սերմը այդ ակումուլյատորը իմ ու քո մեջ է, եւ մենք պետք է քննենք, ես կարող եմ մեղք գործել, թե չէ։
Երբ որ դու տեսնում ես, որ դու չես կարող մեղք գործել, ուրախացի, ուրեմն նշանակում է Աստված քո մեջ է։ Ժողովուրդ, Աստված մեզ 180 աստիճանով մեր ճանապարհը փոխեց։ Չկա ուրիշ ճանապարհ, չկա ուրիշ միջանկյալ բան։ Կամ դու այս կողմն ես, կամ այն կողմն ես։ Առանց Աստծու մարդը առանց հասկանալու գլորվելով գնում է դեպի դժոխք։ Աստված վեց է դժոխքի ճանապարհից թեքեց դեպի դրախտի ճանապարհը։ Աստված մեզ փոխել է։ Որոշ հрьяաներ տրտնջացին, ճամփիկեսից ուզում էին հետ դառնային։ Եվ գիտեք ինչ է լավ նրանց հետ։ Ժողովուրդ, մենք չենք կարող հետ դառնալ։ Մենք չենք կարող մեղք գործել։ Բացի դա, կարող ենք թե չենք կարող։ Հələ մտածի, իսկ դու ուզում ես մեղք գործել։ Իսկ դու ընդունակ ես մեղք գործելու։ Ժողովուրդ, սա ինքնակնենության միջոց է, ինքնակնենության առիթ է։ Տեսնես Աստծո սերմը իմ մեջ է, թե չէ։ Աստծո սերմը Աստծո խոսքն է։ Աստծո խոսքը դա Հիսուս Քրիստոսն է։ Այ որ հрьяաներին ասեց. Այդ հացը ես եմ, Հիսուսը։ Ոսմա ով որ ինձ չուտի, չի ապրի, ով որ ինձ ուտի, կապրի։ Եվ վերջիոր ասում ես նրան հարություն կտամ։ Այսինքն, դու այդ հացը կերել ես, թե չէ, այդ հացը, որի անունն է Հիսուս Քրիստոս է։ Երբ որ դու Հիսուս Քրիստոսին կերել ես, դու չես կարող մեղք գործել։ Կարող է թերություններ ունենաս։ Կարող է տկարություններ ունենաս։ Կարող է Թովմասի նման միջև չտեսնես չհավատաս։ Այդ հрьяաներն էդ էին էլի, որ ասում են ինչ կանես, որ տեսնենք ու հավատանք։ Բայց Աստված ասում է երանին նրան ով առանց տեսնելու կհավատա։ Ես չեմ կարող քեզ քննել, ես չեմ կարող քեզ դատապարտել, դու կարող ես մեղք գործել թե չէ, միայն դու ինքդ կարող ես քեզ քննել։ Որպես ես 7 կետերը կատարվի մեր համար, ժողովուրդ։ Հիսուս մի բան ասեց. եկեք ինձ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ, եւ ես ձեզ հանգստություն կտամ։ Հիսուսը Աստծո գործը գործեց երկրի վրա մարդկանց մեջ, մարդկանց համար։ Որպեսզի սա կատարվի մեր համար, Հիսուսն ասում է, եկեք ինձ բոլոր հոգնածներ եւ բեռնավորվածներ։ Գիտեք ինչ, ես եկեք ինձ խոսքը նմանացնում եմ, որ մարդու անձնագրի մեջ վիզա են խփում արտասահման գնալու համար։ Բայց քանի դեռ դու չես գնացել, ինքնաթիռ նստել գնացել, դա այդ վիզան իմաստ չունի։ Հիսուսը վիզան խփել է քո սրտի մեջ։ Բայց դա կյանք կդառնա, իրականություն կդառնա, երբ որ դու ուտես այդ հացը։ Երբ որ դու ուտես Հիսուսի արածը։ Մենք բոլորը վիզա ունենք։ Ոմանք կերել ենք, ոմանք չէ, եւ ես բոլոր հոգնած բեռնավորվածները ոչ թե միայն եկեղեցու մարդկանց են վերաբերում, այլ դրսի մարդկանց էլ։ Այսի լավ ավետարանչության միջոց ասա Հիսուսը վիզա է տվել քեզ երկինք գնալու համար։ Ընդունում ես այդ վիզան թե չէ։ Ուրեմն պատրաստվի։ Երբ որ մարդը այդ վիզան ստանում, արդեն գալիս է իր տուն, չամադաններ նա պատրաստում, չգիտեմ, ինչ որ նախապատրաստական աշխատանքներ, հարազատներին հրաժեշտ տա, ինչ որ կիսատ գործեր անի, որ գնալու է Ամերիկա կամ Եվրոպա կամ չգիտեմ ուր։ Երկինք գնալու համար ես ու դու այդ պատրաստությունը անում ենք, թե չէ։ Ընդունեք Աստծո վիզան, ժողովուրդ ջան։ Կենթանացրեք Աստծո վիզան մեր մեջ, ձեր մեջ, ամեն մեկիս մեջ։ Եվ ինչ է Աստծո գործը։ Մարդու որդի Հիսուս Քրիստոսը հավատաց Աստծո գործին։ Հիսուսը իրան շատ անգամ որպես մարդու որդի էր անվանում։ Մարդու որդին, սենց կանի մարդու որդունը, սենց կանեն մարդու որդին։ Մենք շատ հաճախ միշտ Հիսուսին որպես Աստծո որդի ենք ներկայացնում ու հիշում։ Բայց նաև նա մեր նման մարդ էր, չէ։ Մարդու որդի Հիսուս Քրիստոսը ընդունեց Աստծո գործը։ Աստված բաներ ասել Հիսուսին, Հիսուսն արեց։ Աստված բաներ ասել Հովնանին, Հովնանը չէր անում։ Հիսուսը ընդունեց Աստծո գործը, Աստծո խոսքը, դա Աստծո գործն է, եւ կատարեց Աստծո խոսքը, Հիսուսը կատարեց։ Եվ Պողոս առաքյալը դրա համար ասում է. ինձ համար ապրելը Քրիստոս է, մեռնելը օգուտ։
Ինչ է նշանակում ինձ համար ապրելը Քրիստոսը։ Նա ինքը ծանոթացել էր Քրիստոսի կյանքին։ Ասում է Քրիստոսը շրջում էր բարիք անելով երկրի վրա։ Եվ Պողոս առաքյալն հասկացել էր իր երկրավոր կյանքը պետք է լինի բարիք։ Դրա համար ասում է մեռնելը օգուտ է, բայց ես իմ օգուտը չեմ ընտրում, ձեր օգուտն եմ ընտրում։ Այսինքն մնամ, ապրեմ, բարիք անեմ երկրի վրա։ Ժորժ ջան, այդ բարիքը միայն սովածին հաց տալով չի։ Սովածին հաց տալը շատ լավ գործ է, բայց էլի բաներ կան։ Մարդ իր էությամբ օրհնության համար է ստեղծված։ Ոչ թե միայն քո ինքդ քո համար, այլ ես շրջապատի մարդկանց համար։ Ամի կարող աստեղ նստածնես մեկ ասի բախի դու ինձ համար չես։ Ժորդ խոսքը վերաբերում է քեզ, որ դու լինես քո շրջապատի համար։ Ոչ թե մտածես տնաս ով կլինի ինձ համար։ Աստված արդեն եղել է քո համար։ Այո, մենք պատրաստ ենք լինել շատերի համար։ Պարզապես Աստված է ցույց տալիս, երբ, որտեղ, ում համար լինել։ Բայց ամեն մեկից չսպասենք, այս մարդը թող լինի ինձ համար, այս գործը թող լինի ինձ համար, դու եղի ուրիշի համար։ Պետրոսի թղթերում Աստված մեզ կանչել է օրհնելու եւ օրհնվելու եւ օրհնելու համար։ Աստված մեզ օրհնել է իր որդիով։ Այսօր ես պետք է օրհնություն լինեմ երկրի վրա։ Ցավոք սրտի շատ մարդիկ կանայք թե տղամարդիկ, չգիտեմ, իրանց ընտանիքում անգամ օրհնություն չեն։ Սա անեծք է, ժողովուրդ։ Եվ Հիսուս մեզ ազատեց այդ անեծքից։ Ամեն մարդ պետք է հասկանա ինքը օրհնություն է, թե չէ։ Եթե ես օրհնություն չեմ իմ շրջապատի համար, նշանակում է նա չկա իմ մեջ։ Նա երկինքից երկիր եկա, որ ես ու դու կյանք ունենանք էլ ավելի։ Նա եկա, որ իր կյանքը տա մեզ եւ տվել է։ Ընդունում ես այդ կյանքը, թե չէ։ Եթե ընդունում ես, քո գործերից պետք է երևա դա։ Ահա թե ինչ է նշանակում ինձ համար ապրելը Քրիստոսը, մեռնելը օգուտ։ Քրիստոսը շրջեց երկրի վրա իր երկրավոր կյանքի ընթացքում բարիք անելով։ Եվ Աստված նրա հետ էր։ Մենք էլ ենք ուզում, որ Աստված լինի մեր հետ։ Բայց մեր գործերից պետք է երևա նա մեզ հետ է, թե չէ։ Եթե դու ինքդ քննես քո գործերը, կտեսնես ու կուրախանաս, եթե նույն հոգով ես ապրում, որ Աստված քո հետ է։ Եվ Պողոս առաքյալը տեսեք, որ այդ հոգին ուներ, ինչ ասում։ Ասում է հույներին էլ, բարբարոսներին էլ, իմաստուններին էլ, անմիտներին էլ պարտական եմ։ Ժորդ, ես ձեզ պարտական եմ։ Դուք ոչ հույն եք, ոչ բարբարոս եք, ոչ էլ անմիտ եք, իմաստուն եք։ Ամեն մարդ ինքը իրան թող գտնի դրա մեջ։ Այսինքն, ոչ թե մենք լավ մարդկանց համար պետք է օրհնություն լինենք, այլ բոլորի համար։ Քրիստոսը չխարչվեց մի արդարների համար, առողջների համար։ Քրիստոսը խարչվեց բոլորի համար։ Աստված նույնիսկ կամ բարիշտի մահը չի ուզում։ Քրիստոս խարչվեց բոլորի համար, Պողոս առաքյալը լավ էր հասկացել։ Ինքը պարտական էր բոլորին ավետարանը քարոզելու։ Ինքը ավետարանը քարոզում էր իր կյանքով, իր խոսքով, իր նամակներով, որ այսօր եկել է մեզ հասել։ Պողոս առաքյալը օրհնություն եղավ նաև 2000 տարի հետո հայ ազգի համար։ Պողոս առաքյալը օրհնություն եղավ բոլոր ազգերի համար։ Քրիստոսն օրհնություն եղավ բոլոր ազգերի համար եւ օրհնությունը դա Պողոս ընդունելով դա իր մեջ ուտելով այդ հացը, այդ կյանքի հացը, որ Հիսուսը Հովհաննես 6-րդ գլխում խոստացել էր։ Եվ ինքը դարձավ Հիսուսի նման մարդ երկրի վրա։ Ասում է ինձ տեսնողը Քրիստոսին տեսավ։ Դա է օրենքը կատարելը։ Դա է Աստծո գործը գործելը։ Այ հրյաներ, հասկացեք ինչ է Աստծո գործը գործելը։ Ինչ անենք, որ Աստծո գործը գործենք։ Ոչ թե Աստծո փոխարեն դու կգործես, այլ Աստծո ասած գործը բարիք անելն է։ Աստծո ասած գործը Աստծո խոսքը լսելը եւ կատարելն է։ Եվ մի համար էլ կարդամ վերջացնենք։ Հռոմեացիներ 13:8 Ոչ ոքին, ոչինչով պարտական մի մնացեք։ Պողոս առաքյալը ասում է բոլորին պարտական եմ,
Նաև ասում է, ոչ ոքի, ոչ մի բանով պարտական մի մնացեք, բացի իրար սիրելուց, որովհետև ընկերին սիրողը օրենքը կատարելն է։ Այլ ինչ է նշանակում օրենքը կատարելը։ Օրենքի վախճանը սերն է։ Օրենքը դաստիարակ եղավ մեզ Քրիստոսին բերելու համար։ Քրիստոս ինքը սեր էր, եւ այդ սերը նրան խաչապայտին բարձրացրեց մեր փրկության համար։ Այսօր ես ու դու այդ հոգին ունենք թե չէ, այդ բնավորությունը ունենք թե չէ, այդ ցանկությունը, այդ սիրտը մենք ունենք թե չէ։ Այ սա է Աստծո գործը։ Աստված իր գործն անում, մենք էլ մեր գործն ենք անում։ Ինչ է նշանակում Աստծո գործ։ Պատճառ դառնալ շատերի փրկության, պատճառ դառնալ շատերի օրհնության, պատճառ դառնալ շատերի բարօրության, շատերի լավի համար, շատերի կյանքի համար, քո հնարավորության չափով, պարապ տեղետ մի նստի։ Աստված այն ինչ որ տվել է քեզ, խոսելու ընդունակություն է տվել, ֆիզիկական ուժ է տվել, գրպանում փող կա, սրտում չգիտեմ ինչ որ ցանկություն կա, ելիր ու մարդկանց մեջ Աստծո գործը գործի։ Աստված շատ օրհնի ձեզ։ Եկեք Աստծուն շնորհակալություն ասենք, որ Աստված մեզ բարի գործի համար է կանչել։